Բարև Ժողովուրդ ջան, այսօր ձեզ լավ նորություն կարամ ասեմ, ճիշտ է ադրբեջանական նորությունները չեմ նայել, տակ, վաղ թոշ կիմանանք, ոչինչ, ինչ կլինի կիմանանք, բայց որ իրար հետ լեզու են գտել, հաստատ, ուրեմն ինչ ա եղել, այսօր իմացա, որ մեր գերիներին, Արցախի նախագահներին բանից սաղին դատեր են, դե կարանք ասենք ցմա են սաղին դատեր, մի քանիսին նախագահներին ցմա են դատել, մի նախագահին ու ինչ-որ տենց ազգային ժողովի, չգիտեմ, մի քանիսին 20 տարի, դեր 20 տարիների ծեր մարդիկ են սաղել, դեր Ադրբեջանի բանտում առողջ ջահելը չի դիմանա 20 տարի մնաց այդ ծեր մարդիկ դիմանան, չգիտեմ ոնց, թեթև սենց կարդացի, որ բոլորին դատեր են, սկզբից տրամաս շատ ընկավ, հետո մտածեցի իմ ցանկություններից միշտ կատարվում է, եթե հիշում եք ես անցյալ տարի հոկտեմբերն էր, որ հիմա բանում YouTube-ում ստեղեր կլինի, որ ես մտա էֆիր ասեցի զզվացրել են, ես որ մի բան ցանկանում եմ, այդ ցանկությունը կատարվում է, այդ ցանկությունը կատարվում է, այդ մարդկանց բաց են թողելու, ու հանկարծ չասեք, որ ինչ-որ տեղեկություն ուներ, բան գիտեր, ոչ մի բաներ չգիտեմ, այդպես ասեցի, ոչ մի բաներ չգիտեմ, լսել եմ, որ Էրդողանի կնի Կասım Ալիևին ոչ մեկին բաց չթողես, սաղին պահի ու ինչքան գիտեմ հիմա թքածունի բոլորի վրա, ոչ Ֆրանսիան է կարողանում, մի երկու հոգու Ֆրանսիան է բերել, մի երկու հոգու Ռուսաստանն է բերել, չգիտեմ, նրանք չեն կարողանում վրան թքածունի բոլորի վրա, էդ եմ լսել, հլա այն ժամանակ չէի լսել, որ Թրամպին ասում է գերիների հարցը օրակարգ մի մտցրու, հլա էդ չէի լսել, ոչ իմ ասեցի այդքան բան եմ լսել, պետք է որ համոզված լինեմ չեն գալու, բայց ես շատ եմ ուզում որ կան, իմ ցանկություններից կատարվում է, հիմա այդ որ լսեցի, ինձ զարմացա, ոնց էլի, իմ ցանկությունս ոնց կարա չկատարվի, ու բան արեցի, մի քիչ մտածեցի, հասկացա, այս գերիներին պետք է դատեր, որ ուղարկեր հետ, եթե չդատեր, ոնց կարգավիճակ, ինչ դնի, ինչ կարգավիճակի մարդ, հասկանք, դե կարգավիճակ ունենան, իմ դատվածներին ես խաղաղություն եմ ուզում բերեմ, ադալժենյա եմ անում հանցագործներին, այն հայերը, որոնք հանցագործություն են արել իմ երկրի հանդեպ, ես էլ պատերազմ չեմ ուզում, ես ուզում եմ խաղաղություն, դրա համար իրանց ուղարկում եմ, ներում եմ, ուղարկում եմ հետ, պետք է դատեր, որ մարդիկ կարգավիճակ ունենան, ինքն ինչ ես պահել այդքան, պետք է կարգավիճակ ունենան, ինձ թվում է ժողովուրդ, որ գքան, ոչ ինչ թվում է համոզված եմ գքան, եթե այս մասով սխալվում եմ, հակառակը Փաշինյանը այդ լեզու չի գտել, ես չեմ նայել ԱԶ-ի նորությունները, իմանամ ինչ պայմանավորվածություն կա, չեմ նայել, կամ լեզու չեն գտել, հակառակը կպահել էլի կտանջեր, տենց շուտ դատ չէր անի, չգիտեմ, եկել է կատաղած սաղին դատելա ցմահ, սաղին դատելա 20 տարի, որ էլի ցմահ է բիձամարդու համար, նենց է վրեքները հալ չկա, բաց է, Արայիկ Հարությունյանից ոչ մեկի վրա հալ չկա, Արայիկ Հարությունյանը մենակ բլեդն է, դեղնած է, որովհետև լույս չի տեսնում, մնացածը բոլորը նիհարեր են, մենակ ինքն է չաղացել, անգամ ինքը բանից էլ Ռուբեն Վարդանյանից է չաղա, Ռուբեն Վարդանյանի նիհարերը ինքը չաղացել, Ռուբեն Վարդանյանը կրպնե կոստյա էլի, վաբշե սկիլետ արդեն դարեր, աչքից էլ զգացում, որ տանջվում է, մենակ Արայիկի հագին ակնուց կա, ճիշտ ենքան ծակնուց ընդհանրապես չի կարողանում, ինքը ինչ-որ կարդալու բանի համար չի դնում էլի, իրանը խնդիր կա, բան չի, վազրանցնոյ ակնոցներ չեն էլի, զգացում եք, որ ինքը միշտ ակնոցների մեջ է կարիք ունի, բայց հաստատ են մարդիկ է կարիք ունեն,
Մեծահասակ մարդիկ են իհարկե ակնոցի կարիք ունեն, մենակ իրան են ակնոցներ տվել, ու ասեմ վատ ակնոցները չեն, լավն են, հա, ու բանը, ինքն է միայն չաղ, փորով, ոչ մեկ այնտեղ փոր չունի, մի մարդուն միջանցքով բերում էին, շատ շուտ կադրեր, որ մակը կար, բան, զալսուդա բերում էին, մեկը այնքան նիհարած էր, քայլեր չէր կարողում, ընկնում էր դեպի պատը, քաշեցին, բռնեցին, որ չընկնի դեպի պատը, այդ վիճակն է, այս որ միառժամանակ էլ կադրեր չէին ցույց տալի, ցույց տալ ահա որ սաղ ծերացեր, նիհարեր, այն ժամանակ որ միշտ աչքներից դեմներ, բան տես չէինք զգում տարբերությունը, միառժամանակ աչքներից դեմը չեղավ, միանգամից զգացինք ոնց են մարդկանց տանջում։ Հույսով եմ գքան սրանք է շնորհակալություն կայտնը բանտիպետերին և այլ աշխատողներին, կարող է դա անգամ Ալիևին, ինչ ասեմ, բայց ինձ թվում է ոչ թե լեզու չեն քթել, կատաղած եկել է, տենց բաներ է անում, չէր անի, հակառակ էլի կտանջեր, տաներ բերեր, ինձ թվում է հակառակը լեզու են քթել, հա, պայմանագրի ստորագրության ինչ-որ խնդիրներ կան, ուզում են ասեն, հեսա խաղաղություն է մեր մոտ, տենց ցմահ դատվածներին տալիս եմ հետ, խաղաղություն եմ գնում, ինձ թվում է գալու են, որտեվ իմ ցանկությունները միշտ կատարվում է, միշտ, անգամ ես հիմա վախում եմ, այս որ խոսում եմ ընտրություններից, վախում եմ մեկին կամենամ, որ հանկարծ կամենամ, ու այդ մարդը անցնի, հետո վատ լինի, ես ինձ մեղադրելու եմ։ Ես եթե համոզված լինեմ, որ ինչ-որ մեկը իսկապես լավն է լինելու, իսկապես երկրի դեպի լավ, լուրջ եմ ասում, ի սրտանց որ կամենամ, հաստատ կլինի, հաստատ, բայց դե վախում եմ, ես իմ երկրի վերջը տամ, չէ, պարզապես գոնե չեմ իմանում եղածներից որ լավ կլինի, չեմ իմանում, ախ այդ ռուս-ուկրաինական պատերազմը չի ավարտվում, գոնե ավարտվի իմանանք էլի, այդտեղ ինչ է կատարվում, ով այս տարածքը նայում, գոնե տենց կողմնորոշվենք, չգիտեմ, Ժողովուրդ ջան, եթե հույսը դնում եք ոչ թե ընտրությունն է այդ ցույցերի վրա, ցույցերը ոչ մի բան չի լինի։ Նամանդ Սորոսը արդեն գնացել է, այն ցույցերը, որ կարող Սորոսը կազմակերպի Վրաստանում էդից ցույցեր էր կազմակերպում Սորոսը, սա ԽԿՆ-ն էին դուրս գալի, ես Վրաստան զանգում էի բարեկամներիս, ասում են, այն չես են նայում, ոչ էլ գիտենք, կենտրոնում մայիսի ինչ են անում, շատ գիտենք, որ դու չասես, մենք չենք էլ իմանա, որ կա, մենք մեր համար ապրում ենք, այդ տենց էլի, ասենք ոնց որ ասենք, չգիտեմ, Ավան, Զեյթուն, այդ տենց, եսի միջ հեռու չէին ապրում էլի, բայց ասում են, եսի, տեսնենք ինչ արից, եթե չուզեն, հեղափոխություն չի լինի, վլաստը եթե չուզի, իշխանությունը եթե չուզի, ոչ մի հեղափոխություն չի լինում, այդքան տանջվեցին, ինչ ասես թե չարեցին դրան, ձերբակալեցին, չգիտեմ ինչ, ինչո բան փոխվեց, եթե այդ իշխանությունը չի ուզում, ոչ մի բան չի փոխվում, ուզում է փոխվում է, ես չգիտեմ Սերժը դիտավորյալ տվեց, թե ոչ դիտավորյալ, բայց ես որ ինքը հոգնել էր, արդեն չէր կարողանում, ղեկավարը հոգնած էր, մարդ էր, մեծ մարդ էր, արդեն հոգնած, ապրիլյան պատերազմից հետո ինքը ապրիլյան պատերազմի ժամանակ դողդղալով, ձերքը դողալով խոսում էր, դրանից հետո ուր գնում, քնում էր, այնքան արդեն ուժասպառ էր, այնքան արդեն հոգնած էր, վախեցած էր, ստրես էր, այդ ապրիլյան պատերազմը իր համար ուժեղ ստրես էր, դրանից հետո ինքը կարգին չէր կամ ղեկավարը, մարդ այդքան հոգնած լինի, որ գնա ՕԴԿԲ-ի Եվրազիասի նիստին քնի, անգամ ինքը քնած էր վերջի անգամ ազգային ժողովում, երբ իրան էին ընտրում, էլի քնեց, արդեն մարդը չէր կարողանում, հիմա կարգի է եկել, այն ժամանակ չէր կարողանում արդեն, որ անգամ իր կանդիդատուրան վերջի անգամ դրեցին, ինձ տենց տպավորություն էր, որ իրան բանն է, հանրապետականը զոռով քաշ տալով բերել են, ոչ էլ ինքը ուզում էր, ես այս տպավորություն ունեի, լուրջ եմ ասում, այդ մարդը ինքը ուզում էր, ինքը գիտեր ինչ են կազմակերպում, հաստատ ինքը
Ես չեմ ասում ինքը բերեց, չգիտեմ, ես իրանց խառը հաշիվներին չեմ իրար հետ են առանձին են, ես չգիտեմ, բայց այդ մարդը հոգնած էր, արդեն չէր կարողանում։ Ինչքան մարդ պետք է հոգնած լինի, ինչքան պետքա տանջված լինի, որ նիստի ժամանակ քնի։ Ես նայում ասեմ կարողա ժամային ժամերի բանը էլի, ասենք ցերեկով նստելա ինքնաթրում չկարողացել քնի, դուրս է եկել արդեն չգիտեմ, էլի ցերեկա մարդու չի ախր Մոսկվա էր էլի։ Մոսկվա է, ժամի տարբերությունը մի ժամ է։ Ուր գնում էր քնում էր Ժոջան, ինչքան մարդ վատ թույլ պետք է զգա, որ նիստի ժամանակ քնի։ Վայ։ Ամեն անգամ ինձ բան չի էլի մարդուն ձեռ առնելու չի էլի, ասենք որ Փաշինյանը այդպես վատ ազգում, ստեղ այնտեղ ձեռեկամ, տես չի էլի, մեր երկրի ղեկավարն է, էն էլ էր մեր երկրի ղեկավարն էր։ Մարդ այդքան թույլ լինի, որ այդպես կարևոր ժամանակ ինքը քնի։ Ոնց որ զորով քաշ տային, տանեին, բերեին այդ մարդուն զորով, չէ ինքը իսկապես ուզում էր գնալ, բայց ես չգիտեմ, ես ասում ես շատ կուզեմ իմանամ, որ մեկը լավ կլինի, լուրջ եմ ասում, լավ ուժեղ ցանկանամ կլինի, բայց ես չգիտեմ, ես իմ երկրի հարցերը չեմ ուզում լուծեմ, ոչ մի ձև։ Ինչի համար եմ ասում, օրինակ ունեմ վատ ղեկավարի, մի հատ օրինակ չունեմ լավ ղեկավարի, որ ռիսկով ինչ-որ մի բան ուզենամ ցանկանամ։ Լավ եղեք, իմ գերիների գալու են իմ կարծիքով, Ժողովուրդ ջան, իմ կարծիքով գերիներին թողելու են, իմ կարծիքով սյուժը լեզու է, թե ես չգիտեմ դուք նորություններ եմ նայեցիք, չնայեցիք, ինչ տեսակ, ես ուշի բան չեմ նայել, բայց իմ կարծիքով լեզու է քթել, կամ էլ մի հատ կնայեմ, տեսնեմ այնտեղ ինչ են ասում։ Երևի լավ բան կասեմ, պրոստը այդտեղ որ մտնում ես մի հատ ստրես ես ստանում, նենց են խոսում, որ չգիտեմ, քո երկիր ունիժացիաներով, իրանց եսի միջի տեղ դնելով, իրանց Ալիևին, որ տանել չես կարողանում մի հատ նենց բարձրացնելով, որ չգիտեմ, ասում ես ինչի նայեցի։ Լավ հաջողություն։